Եզրային շրջակար բարդ շրջանակով։ Իմ սիրելի կարատեսակներից մեկն է, շատ հարմար է տարբեր տեսակի եզրեր մշակելու համար։ Մեր կարից հետո կարաբաժինը հարթուկվում է երկու կողմի վրա, կարաբաժնի լայնությամբ ծալվում է շրջակտորը, որը կարող է լինել հիմնական կտորից, կարող է լինել հակադիր կտորից եւ վրա կարվում է։ Աշխատանքը ավելի պարզ երևալու համար ընտրեք տարբեր գույների կտորներ։ Երկու դետալների եզրերը հավասարացնելուց հետո կատարում եք ներկար, որպեսզի ձեր աշխատանքը ել ավելի կոկիկ լինի, միշտ այսպես կարելուց հետո լավ կլինի հենց այսպես հարթուկեք ու հետո նոր կատարեք հաջորդ քայլերը։ Կարատեսակի կարաբաժինը առաջարկում է 4-ից 7 մմ, բայց ես թողնելու եմ 1 սմ, որովհետև ուզում եմ ցույց տալ, որ կարելի է այս կարատեսակը կիրառել լրիվ այլ նպատակով, օրինակ կարելի է, եթե չկա գոտի առանձին ձևած, կարելի է այդպես օրինակ մշակել վերևի եզրերը կիսաշրջազգեստի տաբատի, կարող է լինել նաև զիփորվածք, թևի փորվածք, ցանկացած եզր, որտեղ ուզում եք, որ եզրը ապտաճ կա, այսինքն շրջակտոր կամ շրջանակ լինի, մի խոսքով շատ տեղեր կարելի է կիրառել, կարաբաժինը կարելուց հետո հարթուկում ենք երկու կողմ։ Ես շատ մանրակրկիտ եմ ցույց տալիս հիմա, որ պատկերացնեք, թե ինչպես ենք նայում այս սխեմաները, որ թվում է բարդ է։ Սա մեր կարաբաժիններն է, որը երկու կողմ է հարթուկված, սա է շրջված այդ կտորն է, շրջակտորն է, որը մշակված է հիմնական կտորից կամ հակադիր կտորից, մշակման կտորով։ Շրջակտորը կարաբաժնի լայնությամբ ծալում ենք թարս կողմ, երեսային կողմից առաջացնելով ահա այսպիսի եզր։ Ըստ տեխնոլոգիայի երեսային կողմից վրա կարվում է կարի եզրի 1-ից 2 մմ հեռավորության վրա։ Ես առաջարկում եմ հիմա ձեզ մի աշխատանքային տարբերակ, որը կարող եք կիրառել զուգահեռ ձեր աշխատանքներում։ Նայած թե ինչ ենք մշակում, դա կարող է լինել օրինակի համար ինչ-որ թեթև մշակում, կիսաշրջազգեստի գոտու հատվածը, որտեղ չենք ցանկանում ինչ-որ բարդ հանգույցներ ունենանք, կարող ենք այսպես մշակել կամ ներքևի այս կարաբաժնի հետ կամ ընդհակառակը կարաբաժինը քչացնել, օրինակ ես այստեղ թողեցի 5 մմ եւ թողնել միայն շրջակտորի եզրը մշակված, վրա կարում ենք այնպես, որ բոլոր շերտերը ընկնեն այդ կարի տակ։ Կարի հեռավորությունը 2 մմ եմ ընտրել, կարելի է նաեւ 3 մմ ընտրել, որպեսզի ավելի շատ տարածք ընկներ, եթե օրինակ այսպես կտրել ենք։ Օրինակ այստեղ հիմա ես 2 մմ եմ մշակել։ Իհարկե այս մշակումը առաջարկվում է գրպանների, հատկապես շրջանակով գրպանների դեպքում, բայց կարելի է նաև կիրառել այլ մշակումների դեպքում։ Ինչպես հիմա ես ձեզ ցույց տվեցի, սա ճիշտ տարբերակն է, այստեղ պետք է լինի ահա այսպես, որպես գրպանի մշակում, բայց ընտրությունը ձերն է, նայած որտեղ ոնց կօգտագործեք։